Հարգելի հետևորդներ, ABC լուրերը ուղիղ եթերում սկսում է իր աշխատանքը, ես Գառնիկ Թաֆյանն եմ, բարի առավոտ։ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հարավային Կովկասում է։ Այցը սկսել է Ադրբեջանից։ Ֆոն դեր Լայենը հայտարարել է, թե Ադրբեջանն ապացուցել է, որ ԵՄ-ի հուսալի գործընկերն է։ Եվրոպական հանձնաժողովի նախագահը նաև նշել է Ալիևի դերը հարավային Կովկասում խաղաղության հաստատման գործում։ Իլհամ Ալիևն էլ հայտարարել է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը հաջողությամբ շարունակվում է։ Նրա խոսքով Ադրբեջանը Եվրամիության հիմնական առևտրային գործընկերն է հարավային Կովկասում, որի հետ առևտրի ծավալը գերազանցում է 70%-ը։ Հիշեցնեմ, որ ֆոն դեր Լայենն այսօր էլ գալիս է Երևան հանդիպելու Նիկոլ Փաշինյանի հետ։ Եվրահանձնաժողովի խոսնակ Պաուլա Պինյուն հայտարարել է, որ տարածաշրջանային այցը հաջորդում է Հայաստանի ու Ադրբեջանի միջև իր բնութագրմամբ պատմական խաղաղության համաձայնագրի նախաստորագրմանը, և Եվրամիությունը հանձնառու է տարածաշրջանում տրանսպորտային և էներգետիկ կապակցվածության խթանմանը։ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի այցը հարավային Կովկաս պետք է դիտարկել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի և տարածաշրջանային կապակցվածության զարգացման ուղղված ԵՄ ջանքերի համատեքստում։ Երբ ես խոսում եմ կապակցվածության մասին, ես խոսում եմ էներգետիկայի և տրանսպորտի մասին, սա կարող է վճռորոշ դեր խաղալ մարդկանց մերձեցնելու և ինտեգրացիան ապահովելու գործում։ Ֆոն դեր Լայենը հայտարարել է, որ ԵՄ-ն մինչև 200 միլիոն եվրո կներդնի տարածաշրջանի տրանսպորտային, էներգետիկ և թվային կապերի զարգացման համար։ Այս ֆոնին էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տաթևիկ Սարգսյանը ներկայացրել է օրենսդրական փաթեթ, մասնավորապես առաջարկվում է սահմանել այն պահանջները, որոնց պետք է բավարարեն ձկնաբուծական տնտեսությունները, ձկնամթերք արտադրող կազմակերպություններն ու այն պահեստավորող ընկերությունները Եվրոպական միության առևտրի վերահսկման և փորձագիտական գնահատման համակարգում հետագայում գրանցվելու համար։ Փաստաթղթով նախատեսվում է նաև հաստատել այս համակարգում տնտեսվարող սուբյեկտի գրացման դադարեցման, Հայաստանից ԵՄ երկրներ ձկան կամ ձկնամթերքի արտահանման նպատակով առողջության սերտիֆիկատի տրամադրման կարգը։ Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության ղեկավարները և հայ գործարարներն այցելել են Վանի առևտրաարդյունաբերական պալատ։ Այցը տեղի է ունեցել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման աջակցություն միջսահմանային կապերի ամրապնդում նախագծի շրջանակում։ Սա պատասխան այցն էր դեռևս 2019-ին Հայաստանում տեղի ունեցած հանդիպումից հետո։ Կողմերը քննարկել են սահմանային անցակետի բացումը և Վանի առևտրաարդյունաբերական պալատի դերն այդ գործընթացում։ Սահմանադրական դատարանն ավարտել է ընտրության արդյունքը անվավեր ճանաչելու գործի քննությունը։ Բարձր դատարանը գնացել է խորհրդակցական սենյակ։ Որոշումը կհրապարակվի մինչև հուլիսի 4-ը։ Սակայն վերջին նիստը բավական թեժ է անցել։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը հայտարարել է, որ հանձնաժողովն անկախության դեֆիցիտ չունի։ Այն անկախ է առավել քան երբևէ։ Վահագն Հովակիմյանի խոսքով Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ապահովելու է, որ քաղաքացու կամքն ամրագրվի։ Այս վարույթը, որի ընթացքում առանց փաստերի, ուղղակի բոլորը տեսագրված է, մեր ըստ էության կյանքն է նույնիսկ օնլայն ռեժիմում 2005 տեղամասում ընտրություններ անցկացվել են, ամեն ինչ կա, կարելի է գալ, կանգնել սահմանադրական դատարանում եւ ասել մասսայական կեղծիքներ, լավ, 10 չէ, գոնե 5 փաստ, լավ, հասկանում եք, այսպես կարելի է ասել, բայց այդ ասելով որքան շատ ասեք, դա չի դառնում փաստ։ Բարձր դատարան, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի, Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի 2026 թվականի հունիսի 7-ի ընտրությունների արդյունքների վերաբերյալ 258 որոշումը իրավական և փաստական առումով հիմնված է եղել ընտրական գործընթացների համակողմանի գնահատման վրա։ Դիմումներ ներկայացրած ուժերի ներկայացուցիչները ևս ունեցել են եզրափակիչ ելույթներ։ Նրանք ընդգծել են, որ ընտրության արդյունքը չի արտացոլում քաղաքացու կամքն ու ընտրախախտումների քանակն ազդել է արդյունքի վրա։
Հավասար ընտրությունների մասին, երբ մենք դատողություններ ենք անում, ինչ է չէ սահմանադրական դատարանը իր որոշումներում միշտ ընդգծել, որ հավասարության երաշխիքը սահմանադրական կարգի հիմունք նորմ հանդիսացող 7-րդ հոդվածից բխող առաջինը իրենից ենթադրում է հավասար հնարավորություններ։ Հավասար հնարավորություններ բոլոր ուժերի համար, որոնք մասնակցում են ընտրություններին։ Ուժեղ Հայաստան կուսակցությունների դաշինքը նվազագույն դրա երաշխիքը չի ունեցել, որովհետև ուժեղ Հայաստան կուսակցությունների դաշինքի դեմ ապրիլի 7-ին ընտրական օրենսգիրք է փոփոխվում, որ անձնանուն չօգտագործվի, որ ուժեղ Հայաստան կուսակցությունների դաշինքի առաջնորդի Սամվել Կարապետյանի անունը չօգտագործվի։ Եթե վերահսկողությունը երբեք չի աշխատելու վարչական վարույթներով կամ այլ ընթացակարգերով, ապա ինչի համար այն ընդհանրապես գոյություն ունի, ինչի համար առհասարակ գոյություն ունի կենտրոնական ընտրական հանձնաժողովը։ Եթե սա պիտի լինի իրենց աշխատանքը, եթե ուղղակի ընտրական միջոցառումներ եւ քվեարկության օրվա միջոցառումներ կազմակերպող պետք է լինեն, ավելի լավ է կենտրոնական ընտրական հանձնաժողովը ընդհանրապես փակել, փոխարենը այդ գումարը պետական բյուջեից հատկացնել Domino Video Production-ին, որը հաստատ ավելի լավ կկազմակերպի այդ միջոցառումները blackjack-ով եւ դրոններով։ 26 թվականի հունիսի 9-ին հաջորդ օրը ԲՀԿ-ն դիմում է ներկայացնում կենտրոնական ընտրական հանձնաժողովում, դիմումը գործի նյութերում կա, որտեղ ասում է, որ այժմ ընտրությունների ընթացքում իմ նշված 4 ընտրատեղամասերում ստացված արդյունքները հաշվի առնելով դրանք արտացոլել, պահանջում եմ արտացոլել եւ արձանագրել որպես տվյալ ընտրատեղամասերից ստացված արդյունքներ, ոչ թե վերահաշվարկ, ոչ թե ճշտեք է ձեր աղյուսակը։ Ինչա տեղի ունենում, Տիկին Հովհաննիսյանը ներկայուս չի այդ միասին, կոմպյուտերում այդ թվերը ուղում են։ Այդ պահի դրությամբ ԿՀ-ն արդեն գիտի, որ ԲՀԿ-ն հաղթահարում աշեմ։ Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան անդրադարձել է ընտրական օրենսգրքում առաջարկվող փոփոխություններին։ Նրա խոսքով հայկական սփյուռքը փաստացի տարանջատված է մնալու իր երկրի եւ իր ժողովրդի հասարակական քաղաքական կյանքից։ Հայկական անձնագրերով մարդիկ այդպիսով զրկվում են իրենց հիմնարար իրավունքների մի մասից մասնակցել ընտրություններին։ Հաշվի առնելով երկրում եվրոպացի մասնագետների աշխատանքը, հիշվում է Մոլդովայում նախընտրական քարոզարշավը։ Սանդուի ռեժիմն ամեն ինչ արել է, որպեսզի Ռուսաստանում հայրենակիցներին թույլ չտան քվեարկել։ Հասարակության մեջ իշխանամետ ռեսուրսները դա ներկայացնում են որպես Կրեմլի առասպելական հիբրիդային հարձակումների դեմ պայքար։ Թեպետ պետական ապարատը շուտով լուծարվելու է, բայց շարքերում վերադասավորումներ են տեղի ունենում։ Նիկոլ Փաշինյանն աշխատանքից ազատել է կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի երկու փոխնախարարի՝ Դանիել Դանիելյանին եւ Հասմիկ Ավագյանին։ Իսկ Տիգրան Վիրաբյանին Երևանի նախկին փոխքաղաքապետին նշանակել է ԿԳՄՍ փոխնախարար։ Վահագն Խաչատուրյանը ստորագրել է հրամանագրեր, որոնց համաձայն գեներալ-մայոր Գարեգին Պողոսյանը նշանակվել է հատուկ բանակային կորպուսի հրամանատար, ազատվելով երկրորդ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից։ Գեներալ-մայոր Սիմոն Նազարյանը նշանակվել է երկրորդ բանակային կորպուսի հրամանատար, ազատվելով երրորդ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից։ Իսկ գնդապետ Արծրուն Հովհաննիսյանը նշանակվել է Պաշտպանության նախարարության Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի պետ։ Հայտնի է նաև, թե ովքեր են առաջադրվել քաղաքացիական պայմանագիր խմբակցության ղեկավարի պաշտոնին։ ՔՊ խմբակցության ղեկավարի թեկնածուներն են Արուսյակ Մանավազյանը եւ Արթուր Հովհաննիսյանը։ Երկու շատ արժանի թեկնածուներ այս պահին ունենք, չգիտեմ դեռ ելով կունենա, ելում թեկնածությունը կունենանք։ Քարտուղարի հարցը, թե դա արդեն այլ Դա ենթադրում եմ ավելի հետո։ Կգա նաև ընթացակարգն էլ հետո կքննարկենք նաև առաջադրման ընտրության։ Վարչական դատարանը բավարարել է հայ առաքելական եկեղեցու հայցը Հովանավանքի գործի վերաբերյալ։ Գործը վերաբերում էր Արագածոտնի մարզի Սուրբ Հովանավանքին, որտեղ կարգալույց հռչակված Ստեփան Ասատրյանը եկեղեցու Սուրբ Խորան, ավանդատուն եւ ատյան է մտնում եւ ծիսական գործողություններ իրականացնում։ Եկեղեցին նախապես դիմել էր ոստիկանությանը, պահանջելով կանխել ներխուժումը եւ իրականացնել վտարման գործողություններ։
ԱՄՆ փոխնախագահ Վենսը հայտարարել է, որ Իրանի իշխանությունը սկսում է ճանաչել վերջին 47 տարիների սխալները։ Նրա խոսքով Իրանում կան մարդիկ, որոնք դեռևս կապված են հին կարգին։ ԱՄՆ-ն լուրջ ազդակ է տեսնում նրանց շրջանում, ովքեր փորձում են սկսել զրոյից։ Միացյալ Նահանգները Իսրայելի հետ համաձայնագիր է ստորագրել Երուսաղեմում մշտական դեսպանատուն կառուցելու վերաբերյալ։ Համալիրի կառուցման համար հողատարածքի հատկացումը նախատեսող համաձայնագիրը ստորագրել են ԱՄՆ դեսպան Մայք Հաքաբին եւ Իսրայելի արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարը։ Վենեսուելայում տեղի ունեցած երկրաշարժի պատճառով զոհերի թիվը հասել է 2295-ի, հայտարարել է խորհրդարանի խոսնակ Խորխե Ռոդրիգեսը, իսկ նախագահի պաշտոնակատար Դելսի Ռոդրիգեսը 7-օրյա համազգային սուք է հայտարարել։ Եվ վերջում եղանակի մասին։ Հայաստանում այսօր սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանը կշարունակի բարձրանալ։ Այս ժամի համար նախատեսել էինք այսքանը, շարունակեք հետևել մեզ սոցիալական բոլոր հարթակներում, ABC լուրերը եթերում կլինի ժամը 12-ին, մաղթում եմ արդյունավետ աշխատանքային օր, կհանդիպենք առայժմ։